Վերջին զանգ հեռուստասերիալում Աննան վճռականությամբ շնչող մի պահի մեջ Հենրիին հայտնում է, որ վերջապես ասել է Անգելինային ողջ ճշմարտությունը։ Բառերն ունեն ազատագրող ուժ։ Երկար ժամանակվա ծանր բեռը ի վերջո ընկել է։ Աննան զգում է, որ այս կերպ վերջ է դրել այն դժոխքի նման իրավիճակին, որում բոլորն էին հայտնվել, մոլորվելով ստերի, լռության ու կեղծ ճշմարտության մեջ։ Հենրին լսում է մորը ու նրա ներսում ծագում է մի զգացում, խառնված ցավից ու թեթևությունից։ Նա իհարկե անհանգստանում է Անգելինայի ապրումների համար, բայց միևնույն ժամանակ ուրախ է, որ այժմ Անգելինան վերջապես կհասկանա, թե ինչու ինքը փախավ իր իսկ հարսանիքից։ Չէ՞ որ այդ պահին թիկունքում ճակատագրական գաղտնիք էր բացահայտվել եւ ոչ թե դավաճանություն։ Այժմ հարաբերությունները կարող են վերականգնվել արդեն հստակության ու մերկ ճշմարտության հենքի վրա։ Հենրին Միքոյի եւ Ֆայնայի ներկայությամբ էլ հայտնում է, որ Անգելինան արդեն գիտի ամեն ինչ։ Այդ խոսքը Միքոյի համար դառնում է ահազանգ։ Նա չէր ցանկանում, որ այս պատմությունը գնա հեռու, որ այս խճճվածությունը դուրս գա իր վերահսկողությունից, որովհետև եթե բացահայտվեն բոլոր գաղտնիքները, ապա իր կառուցած պատմությունը կփլուզվի, իսկ այն իրական ճշմարտությունը, այն, որ նա թաքցրել էր բոլորից, ի վերջո կբացահայտվի։ Քիչ անց Աննան վերադառնում է տուն, բայց նրա վերադարձը խաղաղություն չի բերում։ Միքոն, լցված դժգոհությամբ, մեղադրանքների տարափ է թափում նրա վրա, բայց Աննան այլևս լռելու կամ զղջալու ընտրություն չունի, նա կանգնած է իր ճշմարտության կողքին։ Նա գիտի, որ ասելը ճիշտ էր, որովհետև եթե նա լռեր, դա կնշանակեր շարունակել ապրել խավարի մեջ։ Իսկ Լիլիթը նրա ներսում տարիներով նստած պատրանքը սիրո մասին հիմա դարձել է մոլուցք։ Սոսը հոգնած անվերջ կրկնում է, որ Լիլիթն աղջի պես նույն երգն է երգում մեղրի մասին, իսկ ինքը խեղդվում է այդ անիմաստ կրկնություններից։ Լիլիթը շարունակ հարցեր է տալիս, ճնշում, խնդրում, մեղադրում, մի հարց միայն ծամելով նորից ու նորից։ Դու երբևէ սիրել ես ինձ։ Իսկ Սոսը ձանձրանում է ոչ թե խոսելուց, այլ անիմաստությունից։ Իսկ մինչ այս բարդ հարաբերությունները հասնում են նոր բախման եզրին, Սոսի միջամտությամբ Սեմը ազատ է արձակվում։ Արամը ոգեշնչված գնում է նրան դիմավորելու։ Նա շատ ուրախ ուղեկցում է Սեմին տուն։ Մերին եղբորը տեսնելից շատ է ուրախանում, նրանք գրկախառնվում են, հուզվում, ուրախանում։ Այսքան ծանր օրերից հետո վերջապես առաջին անկեղծ ժպիտը։ Վերջ հուսանք, սրանից հետո Արամի ու Մերի սիրո պատմությանը այլևս ոչ մի խանգարող խոչընդոտ չի լինի։ Իսկ այս ընթացքում Անգելինան մենակ է մնում իր իսկ ճակատագրի խավարում։ Գլուխը ծանր, քայլերը անկայուն։ Նա թափառում է փողոցով, իր մեջ պտտելով այն անհավատալի ինֆորմացիան, որ ստացավ քիչ առաջ։ Ինչպես եղավ, որ 1 րոպեում փոխվեց ամբողջ կյանքը։ Ոչ միայն ծնողները չէին իր կենսաբանական ծնողները, այլ Հենրին էլ իր եղբայրն է։ Հիմա նրա ներսում միայն մեկ ցանկություն է՝ տեսնել Հենրիին։ Միայն նա կարող է այժմ հասկանալ իրեն այդ ցավի մեջ։ Եվ ահա նրանք հանդիպում են։ Ու դա դառնում է նրանց երբևէ ունեցած ամենահուզիչ հանդիպումը։ Երկու հոգի կապված մտքով, սրտով, բայց բաժանված ճակատագրով։ Ու Անգելինայի մարմինը այլևս չի դիմանում։ Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Մի քանի վայրկյան եւ նա ուշագնաց է լինում հենց Հենրիի աչքի առաջ։ Հենրին խուճապահար խառնվում է իրար, կորցնելով հավասարակշռությունը, վերահսկողությունը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան տուն վերադառնալուց հետո։ Արդյոք կխոսի ավագի հետ եւ կասի, որ արդեն գիտի ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։